լավ ջրի հետ ինչ է լինելու, հոսանքի հետ ինչ է լինելու։ Ջրանջատումների խնդրումը շատ լուրջ է։ Իհարկե մարդիկ կենտրոնանում են Երևանի վրա, բայց Երևանից դուրս բազմաթիվ համայնքներում 6 ժամյա ջրամատակարարում կա օրինակ։ Ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է ավելի քան 24%-ով, որ եթե շատ եմ խոսում, դու ընդհատի ասա միտքդ։ Իրենց բակում հսկա շենք է բարձրանում, մոտավորապես 10,000 բնակարան ավելանում 112 շենքով։ Ում վրա է այս պարտականությունը, ով պետք է դա անի։ Երևան քաղաքապետարանը օրինակ տալիս է այս թույլտվությունները, ասես աչուձախ տալիս է։ Գուցե կառավարությունը ասում է, որ պետքա 10, որտեղ ներդրում է տնտեսության վրա դա դրական ազդեցություն ունի։ Ջուրը միջև Երևան հասնելը այդ բնակավայրի կողքով անցնում եւ այնտեղ կառուցվող շենքերն էլ են ազդեցություն ունենում ջրի վրա։ Նաեւ Մասիսի գյուղերում օրինակ Հայանիստում են կառուցվում։ Շենք։ Հա, շենքեր են կառուցվում։ Գյուղ շենք ինչ են կառուցվում։ Մոտ է Երևանին։ Այսքան մարդ, այսքան մեքենա։ Լավատեսական բան ասեմ, Վիոլիա ջրի հետ կապված ենթակառուցվածքների մաշվածության։ Վիոլիա ջրի հետ կապված լավատեսական բան կա։ Լավատեսական բան կա։ Խոստանում են Երևանում, Գյումրիում եւ Վանաձորում ապահովել 24 ժամյա ջրամատակարարում։ Բարև ձեզ, մեր հերթական ոդքասթի շրջանակում այսօր հետքի լրագրողներ Արեն Նազարյանը, Արմեն Ղազարյանը եւ ես Տիրայր Մուրադյանը կզրուցենք Երևան քաղաքի կառուցապատման ազդեցությունը ենթակառուցվածքների վրա եւ կառուցապատումից բխող այլ հոդվածների թեմաների մասին, որոնց անդրադարձել ենք հետքում եւ առաջինը երևի սկսենք ամենաթարմ, այսպես ասած, քննարկումից Արմեն, որը որ Վիոլա ջրի կողմից Երևան քաղաքի ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության առաջարկի մասին է։ Դու մի ամփոփ նյութ արեցիր, տեսանյութ, որտեղ որ ներկայացրեցիր այս պատմությունը։ Վիոլան ինչու էր ուզում փոխել ժամանակացույցը։ Դե իրականում այս նոր չի այս ժամանակացույցը, որ հրապարակում են, ամեն տարի Վիոլիան հրապարակում է, այս տարի իհարկե մեծ տենց աղմուկ առաջացրեց։ Փետրվարին հրապարակվեց ժամանակացույցը, որում ասվում էր, որ կեսգիշերից մինչև առավոտյան 7-ը ջրանջատումներ են լինելու Երևանի մեծ մասում։ Կարծեմ բացի կենտրոնից բոլոր վարչական շրջաններում այդ ջրանջատումները լինելու էր։ Ու դե բնականաբար մեծ աղմուկ բարձրացավ, մարդիկ ասում էին ինչ պետք է անենք այդ երեկոյան ժամերին, բոլորս էլ օգտվում ենք այդ ջրից, ուզում ենք լողանանք ու կենցաղային լիքը կարիքներ կա, որոնք պետք է բավարարվեն։ Չգիտեմ, էլ ինչ մասով նկատի ունեմ, այսինքն Վիոլա ջուրը ամեն տարի հայտարարում է եկող կամ ընթացիկ տարվա ժամանակացույցի փոփոխման մասին, բայց այս անգամ այս հայտարարությունը շատ մեծ բան առաջացրեց, հանրային դժգոհություն։ Ինչն էր դրա պատճառը։ Դե կարծում եմ դրա եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան։ Օրինակ հիմա նախընտրական շրջան է, ամեն մի թեթև բանն էլ տենց մեծ աղմուկ է բարձրացնում, բայց այս խնդիրը կա էլի ամեն դեպքում, այս ջրանջատումների խնդրումը շատ լուրջ է։ Բայց Վիոլա ջուրը իր այս նոր ժամանակացույցով կարող է ավելի կրճատել այդ ժամանակահատվածը։ Կարծեմ ոչ թե կրճատել էր 17 ժամ էր, որը էլի ա եղել քաղաքում, բայց այս անգամ հասցեների թիվն էր կարծես թե շատ։ Մեծացել էր ավելի շրջանակը, որտեղ ջրանջատումները շատանալու էին, էլի։ Այսինքն ոչ թե ժամանակն էր կրճատվել, ոնց որ սովորական երևույթ է, բայց հասցեներն ավելի շատ էին։ Ավելի շատ շենքերում էին կտրվել, գիշերը ջուր չէր լինելու եւ այլն։ Հա, նոր թաղամասեր էին նաև ներառվել այս ընդհատումների մեջ։ Ենթադրաբար այո։ Կառավարությունը դրա հետ կապված տարածքային կառավարման նախարարությունը շատ ինչ-որ արագ արձագանք է, կարծեմ նույն օրը երեկոյան Դավիթ Խուդացյանը հայտարարություն արեց։ Նախարար Դավիթ Խուդացյանը գրառում արեց Facebook-ում, տեղեկացրեց, որ գործընկերների հետ քննարկել են այդ հարցը ու որոշել են կասեցնել ժամանակացույցի գործունեությունը։ Եվ խոստացան, որ նոր ժամանակացույց կհրապարակեն ավելի կրճատելով այդ ջրանջատումների ժամերի քանակը։
Դե ամռան ամիսներին սովորաբար ջրանջատումները շատանում են, որովհետև ջրի օգտագործումն էլ է մեծանում ու այդ ջուրը հավաքելու եւ մարդկանց հասցնելու համար անհրաժեշտ է որ ջրանջատումներ անեն։ Մեր համակարգը այդքան կատարելագործված չի, որ կարողանան 24-ժամյա ջրամատակարարում ապահովեն ամբողջ հանրապետության տարածքով։ Իհարկե մարդիկ կենտրոնանում են Երևանի վրա, բայց Երևանից դուրս բազմաթիվ համայնքներում 6 ժամյա ջրամատակարարում կա օրինակ, չգիտեմ, քանի որ պարտադիր պահանջը նվազագույնը 6 ժամյա ջրամատակարարումն է, Veolia-ն դա ապահովում է, դրանից ավելի պարտավորություն չունի էլի ապահովելու։ Կարող է 6 ժամ ապահովել եւ դրանով ամեն ինչ արած կլինի։ Իսկ ջրային կոմիտեի նախագահն էլ մի բան ասեց, ոնց որ թե ավելի շատ ինքը համակարծիք էր Veolia-ի հետ, որ ջրամատակարարման փուլում խնդիրներ կա ջրի ծավալի, նոր շենքերի կառուցմամբ պայմանավորված։ Հիմա այս պահի դրությամբ կամ ապրիլ ամսվա 26 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ի՞նչն է պատճառը, կներես, ինչ բանի եկան, եզրահանգման եկան, ինչ լուծման ավելի ճիշտ։ Եթե կոնկրետ Երևանի մասով ենք ասում, հիմնական երկու բան են պատճառ են ասում ես ջրանջատումների, առաջինը որ ավելանում են բնակիչների բնակիչ բաժանորդների քանակը, ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդ է սկսում Երևանում բնակվել ու անհրաժեշտությունը առաջանում ավելի մեծ քանակի ջրամատակարարում ապահովել, եւ երկրորդը մաշված ցանցն է, այսինքն տարիների ընթացքում այս ցանցը մաշվել է, այդտեղ պետք է ներդրումներ արվեն, որպեսզի կարողանան այդ մարդկանց կարիքները բավարարեն, բայց այդ ներդրումները չեն արվել, հիմա սկսել են ավելացնել ներդրումների ծավալը եւ երբ որ ազգային ժողովում հարց տվեցին ջրային կոմիտեի նախագահին, ոնց ստացվեց, որ սկզբում ասում էիք պետքա 12-ից 7-ը լինի անջատումները, հետո ասացիք կդարձնենք 3-ից 4 ժամ ջրանջատումները, ասես դե նոր աղբյուրներ ենք հայտնաբերել Երևանի մոտակայքում, այդ աղբյուրների ջրերը կուղվեն Երևանին ու այդ խնդիրը այդպես կփորձեն լուծել, այսինքն կրճատել այդ ժամանակը ջրանջատումների։ Իսկ գիտենք այդ որտեղ է այդ աղբյուրները։ Այդ հայտարարությունը հետո բացվել է։ Չէ, այդ հայտարարությունից այն կողմ չի գնացել էլի, ավելի մանրամասներ չգիտենք այս պահին։ Հիմա մեծ հաշվով Veolia-ն փոփոխման առաջարկն արեց, կառավարությունը դա մերժեց, ինչ որ աշխատանքային քննարկման մեջ են եւ հիմա նաեւ նախընտրական փուլով պայմանավորված գուցե այս կտրուկ փոփոխությունը ինչ-որ դժգոհություններ առաջացել, դա մեղմելու անհրաժեշտություն կար, այսպես մեղմեցին, բայց այս Երևան քաղաքի ջրամատակարարման, ինչ չէ նաև ջրահեռացման համակարգի խնդիրների հետևանքները դեռ շարունակելու են արդիական մնալ եւ այդ համատեքստում հիշեցնեմ, որ մենք 2025 թվականի նոյեմբերին գրեցինք, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հրապարակեցինք Երևան քաղաքում եւ ավելի կոնկրետ Արաբկիր վարչական շրջանում կառուցապատումների մեր ուսումնասիրությունը, որը լրագրողական հոդված էր ուսումնասիրություններ եւ այդ կառուցապատումների ազդեցությունը ենթակառուցվածքների վրա ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում եւ նաեւ հպանցիկ անդրադարձանք նաեւ տրանսպորտի ենթակառուցվածք, այսինքն ճանապարհների վրա ծանրաբեռնվածությանը։ Մենք արեն ուզում հիշել, թե ինչի էինք, ոնց առաջացավ այս բանը, թեման, ոնց որոշեցինք, որ սա ուսումնասիրենք։ Նախ հիշում եմ, որ մեր խմբագրությունում շատ զանգեր էր լինում Veolia ջրի աշխատանքից մարդկանց բողոքներ, դժգոհություններ, Անյանը շատ գրել, ինձ թվում է շուտով կբացվեց սեզոն նորից, երբ որ զանգերը շատանում են, ու այդ զանգերի մի մեծ մասը բաժին ընկնում հենց Veolia ջրից բողոքներին, որ ջուրը կտրել են, չգիտեմ, չեմ զգուշացրել կամ զգուշացնում են, բայց հաճախ են ջուրը կտրում։ Ես կարծում եմ, որ սա բնական է, որովհետև ենթակառուցվածքները մաշվում են, գումարը քիչ է ծախսվում, օրինակ մենք այդ մեր հոդվածում ունենք գրած Veolia ջրի տնօրենի պատասխանը մեր գրավոր հարցմանը, որտեղ
ինքը մանրամասն ասում էր էլի, որ շինարարությունը մեծացել է, նոր բաժանորդներ կան եւ գնալով ոնց որ այդ իրավիճակը սրվում է։ Ու դա իհարկե խնդիր է, որի հետևանքով ջրանջատումները մեծանում են, ժամանակը կրճատվում է, այսինքն կան օբյեկտիվ պատճառներ ինչու է այդպես լինում, եւ կառավարության արձագանքը ես էլ կապում եմ հենց նախընտրական շրջանի հետ կապված։ Մի բան ասեմ էլ, ես այս ջրի թեմայով, եթե արդեն ուզում ենք ամփոփենք, ազգային ժողովի ընտրություններ են եւ քաղաքացիական պայմանագիրը իր նախընտրական ծրագրում բազմաթիվ տենց կետեր է առանձնացրել ջրի համար, օրինակ Խոստանում են Երևանում, Գյումրիում եւ Վանաձորում ապահովել 24 ժամյա ջրամատակարարում, անխափան ջրամատակարարում, թե ոնց գրված չի նախընտրական ծրագրում, տենց հետաքրքիր ձևակերպումներ կար ջրի հետ կապված, այդ ուզում էի առանձնացրել ես ինչ որ բաներ։ Ջուրն ուրախության ու երջանկության համոզիչ սիմվոլներից է գրել են ծրագրում։ Ինձ այդ բանը շատ հետաքրքիր արտահայտություն թվաց, ուրախության սիմվոլ է ջուրը փաստորեն։ Իսկ դուք նայել ես, որ 21 թվականի խորհրդարանական ընտրություններին ջրի հետ կապված խոստում եղել է, թե չէ։ 21-ին ճիշտ ասած չեմ նայել, չգիտեմ, բայց վարչապետի վերջին ելույթներից մեկը ազգային ժողովում ինքը խոսում էր ջրի անհրաժեշտության մասին, ասում էր, որ ամենակարևոր խնդիրներից մեկն է լինելու, որ մեր առաջ դնելու ենք ռազմավարական նպատակ է մեզ համար ջրի արդյունավետ կառավարումը, ու ոչ միայն խմելու ջրի մասին էր խոսում, այլ ընդհանրապես Հայաստանի ջրային համակարգի, ջրային ռեսուրսների կառավարման մասին։ Հիմա նորից գալով Երևանում ջրամատակարարման դժվարություններին ես տպել էի Արեն մեր հոդվածի մեջ, որ գցել էինք Վիոլա ջուր ընկերության տնօրեն Մարգարիտա Շահինյանի պատասխան պարզաբանումը հոկտեմբերի 8-ին էր գրել, այստեղ մի հատ նշում էի արել, կուզեմ մեջբերում անեմ։ Դες ասում է աննախադեպ տեմպերով իրականացվող կառուցապատումների արդյունքում սպառողների թվի կտրուկ աճը կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով տարեցտարի ջրաղբյուրների ջրատվության նվազման պայմաններում հանգեցնում է լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի արդյունքում առաջանում է ջրի դեֆիցիտ եւ ենթակառուցվածքների ավելացման ու հզորացման նոր ջրաղբյուրների ներգրավման պահանջ եւ միտեղ փակագծում նշել է, որ 2013 թվականից մինչև 2025 թվականը ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է ավելի քան 24%-ով։ Դե իհարկե մենք այս պատասխանին ոնց որ անվերապահ չենք հավատում այն իմաստով, որ Վիոլա ջուրն էլ նաև ջրի կառավարման խնդիրներ ունի, արդյունավետ կառավարման, ջրի կորուստ կա, ջրի գողություն կա, բնական կորուստը մաշվածությամբ եւ գողությունը, որը որ էլի մեծ ազդեցություն ունի ջրի պակաս լինելու մեջ, էլի։ Բայց դրան զուգահեռ տեսեք այս ջրաղբյուրների ջրի պակասելը, այսինքն դե ցամաքում են ջրաղբյուրները։ Երբ որ այն ժամանակ պատասխանել էին այս մեզ այս գրությամբ, արդեն մեր համար գոնե այս հոդվածի հեղինակների, մեր խմբագրության լրագրողների մեր համար արդեն ոնց որ կանխատեսելի էր, որ այստեղ ինչ որ ահազանգ կա Վիոլա ջրի կողմից, որ հնարավոր խնդիրներ են առաջանալու։ Նաև հիշեցնեմ, որ մենք էլեկտրական ցանցերից էինք Հայաստանի էլեկտրական ցանցերին էինք դիմել, տվյալներ էինք ուզել վթարների մասին եւ տվյալներ էինք ուզել Գազպրոմ Արմենիա ընկերությունից եւ վթարների եւ նաեւ ոնց որ ավելի շատ մենք այս նյութը ուսումնասիրությունը սկսելուց առաջ այն ենթադրությունն ունենք, որ Երևան քաղաքում երբ որ շատ շենքեր են կառուցվել, դա բացասական իր ազդեցությունն ունենալու է առաջին հերթին տեսանելի ազդեցությունը ենթակառուցվածքների վրա, որ այս հանրային ծառայությունների ենթակառուցվածքների, որ մարդիկ ջրի խնդիր կարող ունենան, հոսանքի, գազի, բայց գազի դեպքում օրինակ մենք հոդվածում գրեցինք, որ կառավարության միջամտությամբ Երևան քաղաքում նոր գազի բաշխիչ կայաններ կառուցվեցին, մեծ ներդրում արվեց, բայց նաև այստեղ
այս գազի խնդիրը զգացին մարդիկ նորակառույցներում, ովքեր որ տներ էին բնակարաններ էին ձեռք բերել, մեծ դիտողներն էլ վստահաբար մեր դիտողների մեջ էլ մարդիկ կլինեն, որոնք որ բախված կլինեն այդ հարցին, երբ որ բնակարանը ձեռք էին բերել, բարձում էր այդ շենքը չէր գազաֆիկացվում։ Օրինակ այտենց այդ թարմ դեպքերի, այսինքն իմ մոտ տպավորված դեպքերից է, որ այս վերածնունդի թաղամաս կա Մոնտեմերկոնյան փողոցի հատվածում։ Եվ իսկ հիմա գալով կառուցապատման ծավալին, Արեն կհիշես, թվերը կհիշես, արաբկիր մենք նաև արաբկիրը առանձնացրեցինք, որովհետև կենտրոնից հետո ամենամեծ խիտ բնակչությունն ունի, եւ նաև այդտեղ շատ կառուցապատում կար։ Դե եթե ընդհանուր հոդվածից խոսանք, գաղափարը եւ ընդհանրապես այդ հոդվածում ինչ կա գրված, կարելի ասել Ես որ եթե շատ եմ խոսում, դու ընդհատի ասա միտքդ։ Դե այն է գաղափարը, որ մի հատ լավ տեսնենք այսքան շինարարություն արվում։ Այսքան շինարարությունը կենտրոնական թաղամասերում, հա, քաղաքին կենտրոնին մոտ հատվածներում արվում, սա ինչ ազդեցություն ունենալու էլի, որովհետև մենք մի օր վեր ենք գնում, ասում ենք, այս ինչ խցանումներ է։ Կամ այս ջուրը ուր է, այս գազն ուր է։ Այսինքն բնական է, չէ, որ եթե քաղաքում ինչ-որ իրադարձություն ունեմ, դա ազդեցություն պետք է ունենա մնացած ամեն ինչի վրա։ Հիմա մեր ոնց որ գլխավոր հարցը այդ էր, լավ ջրի հետ ինչ է լինելու, հոսանքի հետ ինչ է լինելու։ Ես հիշում եմ, որ մեր հոդվածից ելնելով կարող ենք եզրակացնել, որ ամենաբարվոք վիճակը Գազպրոմի մոտ էր, ամենավատը հարաբերականորեն Veolia ջրի մոտ, որովհետև Գազպրոմը կառավարության որոշմամբ ինչ որ նոր ենթակառուցվածքներ էին, հա, սարքել եւ այլն, եւ ոնց որ իրենք այդ խնդրի մասին ավելի շուտ էին բարձրաձայնել, որ այսպիսի խնդիրներ ենք ունենալու նորակառուցումների հետ կապված, որ չի հերիքելու եւ հնարավոր է ձմեռվա սեզոնին, երբ որ գազը շատ է սպառվում, խնդիրներ ունենանք։ Արդյունքում ենթակայաններ նոր կառուցվեցին, նոր գազամուղիներ եւ ոնց որ այդ հարցը այդպես լուծվում է։ Իսկ ճանապարհների հետ կապված հիմա բայց կներես նաեւ այս հարցը լուծվում է նաև եւ պետական բյուջեից ուղիղ, այսպես ասած, ներդրումով եւ նաև բնակիչները այն մարդիկ, որոնք որ տուն էին օրինակ, մտածում էին ընտանիքը նոր է ստեղծվել, ուզում են նորակառույց շենքում տուն առնեն, այդ բնականային ապահովության հարցը լուծեին, վարկը վերցրել, բայց եկել մի հատ կետի էր նաև հասել, որ ի թիվս այլ ծախսերի մեկ էլ առաջացել էր, օրինակ, կարծեմ միտեղ 700,000 դրամ էր գազի միացման բանը, որ ուզում էին մարդկանցից։ Դա թե Զովունիում էր, կարծեմ Զովունի մի հատ թաղամաս։ Ընդհանրապես սակագները թանկացել է, բաժանորդ դառնալու սակագներն էլ թանկացել։ Հա, բայց միջև այդ հիմնական գլխավոր թանկանալը, այս գազի դեֆիցիտով պայմանավորված, գազը որ չէր հասնում շենք, այդ շենք հասնելու համար, հետո կառուցապատողները դրեցին նաև այդ բնակիչների վրա։ Այսինքն լրացուցիչ մի հատ էլ այստեղ անցկացնելու։ Որ գա հասնի բանին, միջև մարդու տուն այդ խողովակը, հա, համար լրացուցիչ վճար դրեցին, որը էլի բարդ դժվարություն էր, օրինակ 700,000 դրամը որոշակի բեռա, չնախատեսած, որ այդ մարդիկ այդ բնականը վարկով էին առնում, հետո նորոգելն էր վարկով, հետո կահավորելն էր վարկով։ Հա, բայց շարունակես, հա, այստեղ մի հատ 19 թվականին հիմա Գազպրոմի բանն եմ նայում, պատասխանը, որ իրենք ասում են, որ 19 թվականից երբ որ կառուցապատումը շատ բում ապրեց Երևան քաղաքում, այդտեղից արդեն իրանց մոտ այդ ազդակներն եկան։ Հենց դա է ասում, որ իրենք ավելի շուտ են արձագանքել այս ամեն ինչին, քան օրինակ Veolia ջուրը, հետո եթե նայում ենք վթարների քանակով Veolia ջուրը առաջին տեղում է, ի համեմատ մյուսների։ Հետո գիտես ոնց օրինակ իմ պատկերացում, եթե դու ինչ որ բան ես նախատեսում անել, պետք է լավ պլանավորես դա, հատկապես քաղաքաշինությունը, որովհետև ինքը շատ շինարարություն ընդհանրապես այնպեսի մի երևույթ է, որ շղթա է ասենց, որ կապվում է ամեն ինչի եւ բոլորի հետ։ Հիմա օրինակ որ Կոմիտասի մասին խոսանք, Կոմիտաս փողոցի երկայնքով տարբեր հատվածներում շինարարություններ են իրականացվում, տեսնում եք օրինակ հին շենքեր են 4-5 հարկանի, իրենց բակում հսկա շենք է բարձրանում։ Հիմա այդտեղ տարբեր խնդիրներ են առաջանում, մեկը սկսած նրանից, որ այդտեղ ապրողները բակ չեն ունենում, տարածք չեն ունենում, մեքենաներն են շատանում, մարդիկ են շատանում եւ ճանապարհ նոր չկա։ Եղածներ մնում են նույն ձև։ Հիմա այստեղ հարց առաջանում, լավ։ Մենք ինչպես ենք էլի վեր կենում, ասում
այ խցանումները շատացել են։ Կարծիքով բնական է, որ խցանումների ծավալը կմեծանա, մեքենաները որտեղ շատանում են։ Օրինակ մենք նայում էինք շմակ փորձաքննություն անցած բնակելի համալների տվյալները 25 նման բնակելի համալների վերաբերյալ ուսումնասիրել ենք։ Բաց ենք, այդ շմագը բնապահպանական շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն է, որը առավելապես բնապահպանական, բայց այդտեղ մեզ հետաքրքիր տվյալներ կան բազմաթիվ, էլի։ Այդ փորձաքննությունն անցնում են 1500 մետր քառակուսին գերազանցող շինարարությունները, հիմքի մակերեսը, եթե հողը, այսինքն այդ որքան որ պետք է կառուցապատվի։ Այդ շենքի հիմքի մակերեսը դրանից մեծ եթե լինում է նոր 1500 քառակուսի։ Այո։ Ու դա բնականաբար այդտեղ լիքը տվյալներ կան, հա, քանի բնական է կառուցվելու, քանի ավտոկայան տեղի եւ այլն։ Հիմա այս 25 նման նախագծի մեջ խոսք էր գնում, եթե չեմ սխալվում, 112 շենքի մասին։ Այսինքն հա մեկ նախագիծ է, բայց միանգամից 10 շենք են սարքում։ Ու այդտեղ նշվում էր, որ մոտավորապես 10000 բնակարան ավելանում այդ 112 շենքով եւ նույնքան էլ գրեթե նույնքան էլ ավտոկայան տեղի։ Այսինքն այս առանց շատ խորանալու այդ թվերի մեջ դու հասկանում ես, որ Արաբկիրում 10000 նոր մեքենայի կայարան տեղի ավելանում։ Դե բայց բոլորս գիտենք, չէ՞ որ նորակառույցների ավտոկայան տեղիները հաճախ չի հերիքում եւ մարդիկ բակերում են կանգնում։ Դրա պատճառներից պես մեկը երևի նաեւ այնա, որ դա թանկ է, ավտոտնակ նախ դե կայանատեղի է, մի դատարկ տարածք, որտեղ մեքենան ուղղակի կանգնում է եւ մարդիկ քանց համար դա էլ լրացուցիչ բեռ է, բնակարանն են առնում մի հատ էլ այդ կայանման, բայց գնողներ կան, այսինքն նաեւ այդ քո ասածն է ճիշտ, որ մարդիկ կարող է չգնեն եւ ուղղակի դրսում կանգնեն, այսինքն բակում ինչ որ հա մեկ է, sense tennis մեքենան ընտանիքը մեքենա է ունենալու եւ որը որ բեռ է դառնալ եւ Երևան քաղաքի համար, բայց այդ մարդիկ էլ դες ստիպված են նաեւ մի կողմ դնենք, որ մարդիկ կան, որոնք որ նյութապես ապահովված են ֆինանսապես եւ կարող են ամեն ընտանիքում մի քանի մեքենա ունենալ, բայց եթե հանենք այդ մարդկանց, առանձնացնենք, ընտանիքը մեքենա ինչի է նաեւ օգտագործում, որ հարմարավետ գնա աշխատանքի գա Դե հապես անհրաժեշտություն նաև։ Մենք հիմա ոնց որ նայենք ըստ անհրաժեշտությունով եւ Երևան քաղաքում հանրային տրանսպորտը թեև հարմացել են մեքենաները, բայց տրանսպորտով երթև եկելը այո նախկինի համեմատ շատ ահագին փոխված է։ Բայց մարդիկ նաև էլի պիկ ժամերին գերբեռնված են լինում հանրային տրանսպորտում եւ խցանումները կան, մարդկանց համար շատ դժվար է կարճ ժամանակում հասնել մի տեղից մյուս տեղը։ Մենք տես տեր ջան, մենք մարդկանց չենք կարող մեղադրել, էլի, որ դուք բնական մի առեք կամ մեքենա մի առեք, գնացեք հանրային տրանսպորտից օգտվեք, դա ընդհանրապես հասարակության խնդիրը չի։ Հասարակությունը ընտրում է կառավարողներ, որոնք պետք է այդ բոլոր հարցերը լուծեն, եւ այս պարագայում օրինակ հանրային տրանսպորտը հա ընդունում ենք, որ փոփոխություններ են եղել նոր ավտոբուսներ, բայց ես էլ եմ օգտվում ավտոբուսից եւ ամեն առօր գործի գալիս, այնտեղ պիկ է, այսինքն նոր մարդու տեղ չկա։ Մենք չենք կարող ասել դուք հրաժարվեք ձեր մեքենաներից եւ օր-օրի ներքին գործերի նախարարն էլ է հաճախ ասում, որ մեքենաների թվով պայմանավորված է խցանումները մեծացել։ Հա, բայց դրանք ոնց որ խնդիրներ են, որը պետք է լուծի հենց կառավարությունը, այսինքն մարդկանց ասել մեքենա մի առեք հերիքա, դա խնդրի լուծում չի։ Բայց մյուս կողմից էլ ինչի շենք չպիտի կառուցեն։ Այս հարցն էլ կա։ Չէ, դե պիտի կառուցեն։ Ուղղակի մի հարց կա այստեղ, նաև ուզում եմ ձեզ հարցնել, էլի։ Հիմա գնում է կառուցապատողը, ստանում է նախագծման թույլտվություն, շինարարության թույլտվություն քաղաքապետարանից, անցնում է պետական համալիր փորձաքննություն, եթե դրա կարիքը կա, շմակ փորձաքննություն, եթե դրա կարիքը կա։ Հիմա այս փուլում ով որը պետքա լինի այն կառույցը, ով պետքա լինի, որ ասի, չէ, եղբայր, դու չես կարող այստեղ շենք սարքես, որովհետև ենթակառուցվածքները բավարար չեն, քեզ կարող ենք առաջարկել այս գոտիներում շենք սարքել, օրինակ, չգիտեմ, Երևանի կենտրոնից
25 կիլոմետր շարավղով պայմանական եմ ասում, չի կարելի շենքեր կառուցել այլևս, որովհետև ենթակառուցվածքները այդքանին են հերիքում։ Կավելացնենք ենթակառուցվածքների հզորությունը, ծավալը, նոր թույլ կտանք նոր շենքեր սարքել։ Ում վրա է այս պարտականությունը, ով պետք է դա անի։ Ասա, ես շարունակած միտք ունեմ, կասեմ։ Օրինակ քո ասածը, շատ մեծ ինքը ոլորտ է, էլի, այդ շինարարությունը եւ դրան հարակից մնացած ամեն ինչը, ուղղակի շինարարներին ասել, գիտեք ինչ, Երևանում մի սարքեք, գնացեք մի քիչ հեռու են կողմերը սարքեք, այդպես էլ չի լինի, որովհետեւ Երևանում այդ անհրաժեշտություն նաեւ կա, շենքերի հին շենքեր կան, պետքա դրանք, չգիտեմ, քանդվեն եւ այլն, բայց շինարարությունը շատ խտացել է, շատ մոտ են շենքերն իրար եւ նաեւ դա է պատճառը, օրինակ մեր նյութում մենք գրել էինք, որ հենց արաբկիրում բնակիչներն ասում էին, որոնք ապրում էին հին շենքերում, 5 հարկանի շենքերում, 6 հարկանի, ասում էին ոնց որ 5-րդ, 6-րդ հարկերում ջուր չկա, 4-րդ հարկում ջուր չկա, օրվա մի քանի ժամ է ընդամենը ջուր լինում, եւ դա ինչի է դա պայմանավորված, որովհետեւ նորակառույցներն ունեն պոմպեր, որոնք միջև վերջ ջուրը հասցնում են, իսկ հին շենքերում չկան պոմպեր եւ ինքնահոս է, այսինքն կարող է ուղղակի ջուրը չհասցնի, որովհետեւ ծավալը չի բավարարում։ Այնքան խնդիրներ կա։ Հա, բայց հիմա պատասխանելով քո հարցին, տես Երևան քաղաքապետարանը իր գործառույթներն ունի, շինարարության գլխավոր հատակագծի հիման վրա տալիս է այդ տվյալ տարածքում շինարարություն իրականացնելու այդ սահմանափակումներով թույլտվությունները, ասում ասենք այս հատվածում հնարավոր է այս հարկայնությամբ կառուցել այս դե հարկայնությամբ եւ այս մակերեսով։ Դրանից բացի բայց կա բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի։ Նա նայում է բնապահպանական հարց, բայց այս բոլոր պետական համայնքային կառույցների աշխատանքի ներդաշնակությամբ է լինում վերջնաարդյունքը, բայց դա այդտեղ կապված է թե կառավարությունը իմ կարծիքով այդտեղ գլխավոր հարցը կառավարության քաղաքականությունն է եւ դե բնականաբար միշտ գրեթե միշտ եղել է որ կառավարությունը ով եղել է կառավարության գլուխը այդ քաղաքական թիմի անդամն էլ եղել է Երևան համայնքի ղեկավարը մի կարճ արանք է այնտեղ Հայկ Մարությանի հետ կապված այդ խնդիրն է մեկ է շատ շուտ Ալբերտ Բազեյանի Ռոբերտ Քոչարյանի այդ պաշտոնավարման այդ տարիներին որ ինչ որ հակասություն ա եղել այսինքն ուզում եմ ասել որ Երևանի քաղաքապետարանը եւ կառավարությունը միշտ նույն գծի մեջ են եղել մի կողմից եւ դա տրամաբանական է եւ եթե այտենց էլ չլիներ դժվար կլիներ այդ ծրագրերը նաեւ քաղաքաշինական իրականացնել բայց հիմա տեսեք Երևանի քաղաքապետարանը օրինակ տալիս է այս թույլտվությունները ասենց աչուձախ տալիս է գուցե կառավարությունը ասում է որ պետքա 10 որտեվ ներդրում է տնտեսության վրա դա դրական ազդեցություն ունի թեմայով մի հատ բան կասեմ հա եւ հիմա այս բայց այս ներդրումների ֆոնին օրինակ պետքա տրամաբանորեն օրինակ Երևանի քաղաքապետարանը երբ որ քննարկում են կառավարությունում, չգիտեմ քաղաքաշինության կոմիտեում են քննարկում, որտեղ են քննարկում, բայց երբ որ ինչ-որ մեծ ներդրումային բաներ ա լինում, կառավարությունը նիստում են քննարկում մեծ ներդրումային ծրագրերը։ Օրինակ պահանջ լինի, օրինակ Արաբկիրում այսքան շենքեր ա սարքվել, հիմա որտեղ են գնում Արաբկիրում երեխաները մանկապարտեզ։ Դե իհարկե կասեն այդ նախկինները, որ այդ մանկապարտեզները չսեփականաշնորհային էս մանկապարտեզ կունենային։ Թող այդ դրանք բարձեն, դատեն հանցագործներին, մարդիկ էլ տեսնեն։ Բայց այստեղ հիմա նաև մանկապարտեզների նույնիսկ շենքերի նոր պահանջներ կա։ Այն հին շենքը, նույնը դպրոցները, այսինքն նաև նոր պահանջով պետքա այդ միջավայրը դու ունենաս այդ նախակրթարանի, սովորական հանրակրթական դպրոցի։ Եվ հիմա օրինակ Արաբկիրում այսքան շենքեր սարքվեցին, որտեղ են գնալու երեխաները մանկապարտեզ։ Այս նոր շենքերի մանկապարտեզներն էլ սովորաբար շենքերի առաջին հարկերն են լինում, բայց կներեք ուղղակի երեխային մարդիկ իրանց տանը փակ սենյակային բնակարանային այդ միջավայրից դուրս բերելով, տանելով մանկապարտեզ, նորից տանելով ինչ-որ շենքի փակ տարածք։ Բայց երեխաները պետքա չունենան ազատ շրջելու տարածք, խաղահրապարակ, կանաչ գոտի։ Օրինակ սովետական
սովետի ժամանակ կառուցված մանկապարտեզները մեծ բակային տարածքներ են ունեցել։ Հիմա կամ դպրոցները, մանկապարտեզները, որոնք որ հիմա կան, 0-ից կառուցված չեն, սովետի ժամանակվա կառուցված են։ Դրանք բոլորը ունեն մեծ տարածքներ, հարակից տարածքներ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը հանգիստ տալիս է այս թույլտվությունները, գնում է այս փաստաթղթերի բնապահպանական մասը, շրջակա միջավայրի նախարարությունը հանգիստ դրանց շմագները ստորագրում տալիս է, գնում է քաղաքաշինության կոմիտեի հետ համալիր փորձաքննությունն անցնում, ներքին գործերի նախարարությունը տալիս է իր դրական եզրակացությունը, այդ սեյսմիկ մնացած հարցերով, տարածքային կառավարմանը տալիս է այս ջրերի հետ կապված իր եզրակացությունը, կոմունիկացիաների, այսինքն ստորագրում են այդ թղթերը։ Դες ուղղակի քանի որ դա շատ ավելի նեղավ մարդկանց խորը շատ չի հետաքրքիր, բայց այդ օրինակ համալիր փորձաքննությունների բանը գործընթացը այդտեղ նաև թաղված էլի այս խնդիրների պատճառները։ Մի անգամ առիթ եղել էր խոսեի քաղաքաշինության կոմիտեի նախկին պաշտոնյայի հետ, ինքը ասում էր, որ պատմեց նաև թե ոնց էր իրականացվում այդ փորձաքննությունները։ Մարդիկ, ես չգիտեմ հաստատ հիմա այդպես է թե չէ, բայց օրինակ բերում էին նախագծերը, բայց գործնականում մի հատ պատկերացնենք, էլի ասենք մենք գնացել ենք արեն քանի հատ նախագիծ Երևանի քաղաքապետարանում օրինակ նայել ենք, այսինքն հաստ, որոնց թվայինը չկա թղթերով, հələ պատկերացրեք դրանք այս համալիր փորձաքննության բանի ժամանակ մարդիկ ամեն ոլորտի պատասխանատու դրանք ոնց է հասցնում ծանոթանալու, էլի։ Այսինքն օրերի ընթացքում մտնում է փորձաքննության, մի քանի օր հետո դուրս է գալիս։ Այդ աշխատողն ով որ փորձաքննությունը իրականացնում է, այսպես ասած փաստաթղթային, ունի իր հիմնական բանուգործը տվյալ նախարարությունում։ Դրան զուգահեռ այս նախագիծը պիտի նայի։ Եթե սենց ամբողջացնեմ ասելիքս, այնա որ կառավարությունը եւ Երևան համայնքը հավասարապես պատասխանատու են այս խնդիրների համար։ Դրան մի բան հավելեմ, մեր մոտ հարց առաջում լավ ինչ են այսքան շինարարություն տալիս, այսքան շենք սարքում։ Ու կառավարությունը եւ ոնց որ քաղաքապետարանը նաեւ համաձայն են այդ ամեն ինչի հետ եւ անում են։ Տես ոնց որ մեր տնտեսության մեջ շինարարությունը մեծ կշիռ ունի եւ տնտեսական աճը երկրի համար կարեւոր է։ Հիմա որ ասում էի շղթա է շինարարությունը։ Շինարարությունը սկսեց աշխատողներ, շինանյութ, այդ շինանյութը տարբեր տեղերից են բերում, արտադրողներ եւ այլն, այսպես շատ ընդգրկուն է ինքը, հա, տնտեսության մեջ եւ դժվար է ասել չէ, որովհետեւ դա քո կառավարման հետ կապ ունի, այդ գումարները պետքա դու հավաքես, ծախսես, երկիրը զարգացնես եւ այլն, որ մարդիկ քեզնից գոհ լինեն։ Բայց մեկը մյուսի հաշվին նա հիմա լինում։ Հա, բայց ու այդտեղ ոնց որ խնդիրները անտեսվում են, էլի, որոնք գուցե միանգամից չեն նկատվում, բայց հետո գալիս այսպես պայթյունի էֆեկտ ունեն, օրինակ նույն խցանումը, նույն վեոլյա ջրի հետ կապված խնդիրները, դա է պատճառը, իսկ մանկապարտեզները, որ ասում ես, այդպես հիմնականում օրինակ այդ արաբկիրը վերցնենք, բազմաթիվ շենքեր կան 5 հարկանի եւ 9 հարկանի, հիմա այնտեղ ավելի բարձր շենքեր են կառուցվում, որտեղ ավելի շատ մարդիկ են ապրելու ու ոնց որ դու չես կարող էլի ամբողջ մանկապարտեզ ու դպրոց սարքել, մանավանդ որ տարածք էլ չկա, այնտեղ այլ ենթակառուցվածքներ են պետք, խանութ, սրճարան, հա, ամեն շատ բան կա։ Դու ասա մանկապարտեզի հարցը որտեղ է։ Դե ոնց որ թե այդ խնդիրը չի լուծվում ու քաղաքապետարանը ասում է մենք աջակցենք, թող տանեն մասնավոր, մենք կֆինանսավորենք եւ այլն, բայց ոնց որ թե չի լուծվում մանկապարտեզների խնդիրը։ Բայց դրան զուգահեռ նաև մի փոքր շեղելով մանկապարտեզներից որ խոսեցինք, Երևան քաղաքում կան նաև բազմաթիվ մանկապարտեզներ, որոնք որ անմխիթար վիճակում են։ Օրինակ ոչ կենտրոնական թաղամասերում, եթե գնանք քիչ ավելի հեռու կենտրոնից վարչական շրջաններում շատ կան։ Իհարկե Երևանի քաղաքապետարանը, կառավարությունը, չգիտեմ ինչ կառավարության աջակցությամբ դա քաղաքի բյուջեով է, բայց որոշ տեղեր նորերն են կառուցել, որոշ տեղեր վերանորոգում են, բայց այս ամբողջ բանը չի թարմացած դեռ։ Այնպես չի էլի եղածը տենց առանձնապես լավ վիճակում է։ Հա, այս շինթույլտվությունների մասով հիշում եք Հայկ Մարությանի նկատմամբ կար քննադատություն, որ աչուձախ շինթույլտվություններ ա բաժանել տես մեծ քանակությամբ։ Բայց տվել է։ Հա, բայց ինքը ոնց էր պատասխանում այդ հարցին։ Բայց բոլորն էլ տվել են։ Չէ, ասում Հայկից հետո էլ են տվել։ Կառավարությունից այդ ժամանակ կար ճնշում, որ հնարավորինս շատ շինթույլտվություններ տայինք։ Այսինքն կառավարությունը շահագրգռված էր, որ շինթույլտվությունները շատ լինեին, որովհետև քո ասացի պես
տնտեսության մեջ ինքը շատ որոշիչ դեր է ունենում շինարարության աճը։ Դե ստիպում էին թող բան չաներ։ Հրաժարվեր։ Հա, այդ իրան չեմ արդարացնում, զուտ էս մասով եմ ասում, որ ոնց որ տենց հիպոթետիկ չենք ասում, էլի, որ կառավարությունն ուզում է, որ շինթույլտվություններ տան։ Նախկին քաղաքապետով էս կառավարության հետ աշխատելա, ասում է, որ կառավարությունից կար ազդակ, կար ճնշում, որ հնարավորինս շատ լինեն այդ շինթույլտվությունները։ Այս մասով էի ուզում ասել։ Ոնց չի Հա, դե կառավարությունը բան էր անում, էլի, սեղմում էր։ Հա։ Հիմա մեր այդ նյութը, որի վերնագիրն էր ջրանջատումներ, հոսանքազրկումներ եւ գազի անբավարարություն, Արաբկիրում 5 տարում ավելի քան 10,000 բնակարան է կառուցվել։ Իհարկե, այս նյութի հղումը կդնենք նկարագրությունների մեջ, եւ այս նյութի մեջ Երևանի քաղաքապետերի մի հատ արենդու գրաֆիկ է իր սարքել այդ տվյալները վերլուծելով, դրանից ելնելով եմ ասում, որ բոլորի ժամանակ էլ այդ թիվը բարձր եղել շինթույլտվությունների։ Եվ շինարարության աճը Երևան քաղաքում, որ մենք ուսումնասիրեցինք 2015 թվականից 25 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, հիմա որ նայում եմ այս գրաֆիկին 2015 թվականից աճում է, այստեղ հիշենք ուղղակի նաև որ 2014-ից սկսեց գործել հարկային օրենսգրքի հետ փոփոխությունը հայտնի եկամտահարկի վերադարձի, որը 14 թվականից 14 Ես ավելի ուշ էի հիշում։ Վերև դեպի։ Հա, 16-17 էի հիշում։ Ես 14 եմ հիշում, որովհետև այդ ժամանակ մեծ հարցազրույց եմ արել այդ ֆինանսների նախարարության մի հատ պաշտոնյայի հետ, դες տպավորվել է։ Բայց կարող ենք մի տարի էս կողմ, 2 տարի շփոթվել, խնդրում ենք ներողամիտ լինել։ Եվ 2015 թվականից սկսում է շինարարությունը աճել, այստեղ տարուն մինչև 18 թվականը շինարարության տարուն մարգարանի ժամանակ արդեն սկսել է աճել, թռիչքային աճ է ունենում։ Հետո 2019-ին մի պահ իջնում է, երևի այդ հեղափոխական հենց այնց անհասկանալի էր իրավիճակը, կարող է ներդրողների մոտ բան ա եղել, էլի։ Դեռ վախեր կային, զգուշավորություն կար։ Զգուշավորություն երևի, եւ հետո արդեն գալիս է Հայկ Մարությանի այդ փուլը 19-ից 22 թվականը, որ աճում է, թեև պատերազմն ու կովիդն են լինում, բայց շինարարությունը էլի աճում է, եւ գալիս է այնտեղ մի հատ կարճ ընթացք կա Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, այդ փուլում իջնում է, այսինքն 21 թվականից 22 նվազում է, 22-ից հետո 23-24-ով սկսում է աճել եւ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման փուլը, բայց գնահեք Հրաչյա Սարգսյանի փուլի մի մասը փաստացի Տիգրան Ավինյանն էր կառավարում Երևան քաղաքը։ Փոխքաղաքապետներ, բայց բոլոր հիմնական միջոցառումներին ինքն էր գնում, ինչքան լենդ կար կտրելու ինքն էր գնում կտրում։ Այդ այսպես է, հա, բոլորի ժամանակ էլ շինթույլտվություններ տրվել են, ու մենք անդրադարձանք միայն Շմագին, հա, որը 1500 անցնում է, բայց այնտեղ կան բազմաթիվ այլ շենքեր, որ մեկ շենք են կառուցում եւ այդ մակեսը չի անցնում, Շմակ չի էլ անցնում։ Այսինքն 112-ը չի շենքերի թիվը, 160-ն է Արաբկիրում այդ ժամանակվա տվյալներով, որը մի վարչական շրջանի համար կարծում մեծ թիվ է, 160 շենք։ Բայց որից եկամտահարկի օրենքը այլևս չի գործում, շինարարությունը ինչ եք կարծում կնվազի։ Դա մեր Սեդան պիտի ասի։ Հերգենյան Սեդան։ Դե շինարարներն ասում են, որ մեծ ազդեցություն չի ունեցել, այսինքն շինարարությունը շարունակվում է, բնական առնողներ կան եւ այլն։ Պետք է հաշվի առնենք, որ դեռ որոշ հատվածներում գործում է։ Բայց նոր բաներ, նոր շենքերի հիմքեր քիչ է արդեն դրվում։ Դե էդ էլ կա։ Ես որ ասենց նայում եմ իմ տեսած ճանապարհներով, որով անցել, տենց տեսել եմ նաև բացի ասենց ուսումնասիրությունները, կառուցված շենքերն են, որ բարձրանում են, նոր փորած հիմքերով տենց շատ չեմ նկատել, չեմ ֆիքսել։ Հետո մի բան էլ կա, դե մարզերում մի տարի ուշ էր, չէ՞, ավարտվում ծրագիրը եւ Երևանի հարակից մարզերն էին հիմնականը, որ էլի բումային էր շինարարությունը, ու այստեղ էլի այն հարցն առաջանում, որ Երևանը ջուրը միջև Երևան հասնելը այդ բնակավայրի կողքով անցնում եւ այնտեղ կառուցվող շենքերն էլ են ազդեցություն ունենում ջրի վրա, այսինքն իրենք էլ են այդ ջրից վերցնում ու այդպես այնքան են վերցնում, որ ջուրը չի բավարարում։
Հիմա աղբյուրները ցամաքում են, շենքերը շատանում են, ենթակառուցվածքները մաշվում են։ Բա լավ, հետո ինչ անելու։ Եվ Վիոլա ջուրընկերության տնօրենը հենց այդտենց Ինքն նաև ընդունում է։ գրում է, որ ասում է Երևանը սնուցող ջրատարների մոտ է այս կառուցապատումը լինում։ Դիմա ոնց է Երևանը հիմա մեծանում։ Մի մասը Աջափնյակի հարողհատվածով դեպի Պրոշյան, բայց այդ կողմ սեփական տների, այդտեղ են դեֆանս թաղամասնա մեծ, բայց դրանից հետո տենց շատ բարձրահարկերի կառուցապատում չի, տենց ցածր սեփական տների։ Մյուս կողմը դեպի Դավիթաշեն, Զովունիում թաղամասեր կա, մի հատ էլ հիմա ոնց որ մեծ թաղամաս Քանաքեռավանի այդ բաների, դաչաների հատվածումը։ Քանաքեռավան գյուղում։ Հիմա այդ ուղղությամբ մյուս ուղղությունը Աբովյան քաղաքում է կառուցապատումը շատ մեծ։ Արինջ գյուղում շատ Աբովյան քաղաքում։ Աբովյան քաղաքում, բայց մի հատ էս նորից հետ գնանք, Էջմիածնում էլ է մեծ շենքեր են կառուցում։ Մասիսում, Արարատում, Էջմիածնի նախին քաղաքապետն էլ էր, չէ՞, Էջմիածնում բնակարանային։ Սկեսրայրը։ Հա, իրանց ընտանիքի, հա։ Եվ դա Դիանա Գասպարյանը, որը հիմա հետքի հոդվածից հետո քրեական վարույթ եղավ, դատարանում է գործը։ Գործը դատարանում է, ամբաստանյալի կարգավիճակ ունի։ Հա, բայց խափանման միջոց չկա ընտրված կարծեմ։ Ստորագրություն, հա։ Լավ, որ շատ չշեղվենք, բանը մյուս կողմից Էջմիածնում է կառուցապատում, եթե Էջմիածից գնանք Մասիսում էլ է կառուցապատում, Եվ Մասիսի գյուղերում Արտաշատ քաղաքում էլ նորակառույցներ կան, նորերն էլ ոնց որ կառուցում են։ ML Mining-ն է կառուցում այնտեղ շենք։ Մի հատ հաստատ գիտեմ։ Նաև Մասիսի գյուղերում օրինակ Հայանիստում են կառուցում։ Շենք։ Հա, շենքեր են կառուցում։ Գյուղ շենք ինչ են կառուցում։ Դե մոտ է Երևանին, ինքը հարմար է։ Ասում ենք այն անգամ Սառան էր ասում, որ Ակունք գյուղը Կոտայքի մարզի Ակունք համայնքը, որ պատսահմանակից է Աբովյան համայնքին, այդտեղ կա որ նաև բարձր մեծ կառուցապատում է լինում։ Դե այնտեղ կարող է նաև Հիսուսի արձանով պայմանավորված բանն է։ Գուցե, բայց ոնց որ պատահական չէ էլի, որ Երևանի շուրջ բոլորը կառուցապատում մեծանում է։ Մենք խոսում ենք արաբկերից, ասում ենք 10,000 մեքենա կավելանա, կծանրաբեռնվի եւ այլն, բայց այն որ մարդիկ Երևանի շուրջն են կառուցում, դա մենք գիտենք նաև, չէ՞, որ այդ մարդկանց մի մասը աշխատում է Երևանում։ Եվ դրանով է պայմանավորված Երևանի հարակից տարածքում բնակարան գնելը։ Նպատակ չեն էլի գնում։ Հենց այդ է, ու այդ մարդիկ էլ են գալու Երևան, իրանք էլ են գալու, մարդիկ շատ լինեն, մեքենաները շատ լինեն, ու սա մենք ես դեռևս չեմ տեսնում ինչպես է այս ռիսկը կառավարվելու։ Մի բան էլ հիմա օրինակ էս վերջացել, չէ՞ որ վարչապետն ասաց, սա աղետ է։ Պետքա լուծենք։ Դեռ լուծումների հնարավոր տարբերակներ չենք տեսել, բայց չգիտեմ, չեմ պատկերացնում ոնց պետք է լուծեն։ Մի բան էլ ես ամեն օր որ գալիս եմ աշխատանքի, այդ գործարանային մետրոյի մոտ եմ իջնում, ու այդտեղ այդ հատվածում կարծեմ ընդամենը մի շենք է կառուցում, բայց լիքը լքված ինչ որ գործարանների կիսաքանդ տարածքներ կան։ Ինքը եւ տեղով է շատ հարմար, եւ Երևանին տենց կենտրոնից էլ շատ հեռու չի, մետրոն մոտ է։ Այդ հատվածում զարմանալիորեն շինարարություններ շատ չեն լինում։ Դե թող գործարան սարքեն, շենքի սարքեն։ սարքեն։ Հիմա օրինակ մարդիկ կասեն, որ ավելի լավ չի արդյունաբերական բանը վերագործարկվի, այնտեղ ժամացույցի գործան կա, թող վերագործարկվի։ Ժամացույցի գործանը Նայիրիտի հատվածն է։ Այս վերևը ժամացույցի գործանի տեղում էլ է կարծեմ ինչ որ շենքերի նախագիծ կա։ Հիմա սրան զուգահեռ մեծ կառուցապատում այդ Օրբելի փողոցի այդ բարձրահարկերն են 30 քանի հարկ։ Այո, 35 հարկ։ Մյուսը այս Սարյան փողոցում Փոստի շենքի տեղը այդ բարձրահարկ համաշխարհային հարկը չեմ էլ հիշում, բայց հիշում եմ շատ բարձր էր։ Այդ նույն ընկերությունը Տերյան փողոցում այդ խիտ շենքերով բանը սարքեց մի քանի մասնաշենքից, հետո հիմա նաև բանն է քննարկվում Նորագյուղ թաղամասի տեղը կառուցապատում։ Բայց ինչ ենք հեռու գնում, մեր մոտ նայենք շենքում, մեր գրասենյակը խմբագրությունը որտեղ Ֆիրդուսը։ Հա, Ֆիրդուսը։ Հիմա օրինակ որ Ֆիրդուսի թաղամասը հիմա այս կառուցապատումը ավարտվի, այստեղ կատաստրոֆա է լինելու։ Դե հիմա արդեն օրինակ այս Բուզանդի փողոց այս հատվածում մեքենա կայանելը լուրջ մեքենան քշել է այս հատվածում նույնիսկ արդեն դժվար է, էլի։ Որ այսպես թվարկում ենք, ես
ոնց որ ավելի վատ եմ զգում պատկերացնել, ոնց ինչ պետք է լինի այս վիճակը, էլի։ Նորագյուղում շենքեր սարքեցին, ապագայում երբ որ կսարքեն, Ֆիրդուսը կառուցապատվի, Կոնդն են ուզում կառուցապատեն, այսքան մարդ, այսքան մեքենա, այդ խողովակները, ջուր, գազ, ինչ պետք է Կասկադում լինի։ չէ շենքեր լինելու այդ կասկադի հատվածում։ Դեն հարակից հատվածը հարակից պետք է հողը։ կառուցապատվի, հա։ Դա ավելի ապագա է, սրանք շուտով։ Հա։ Եվ մի բան էլ կար, որ օրինակ այս կառուցապատման երբ որ նորագյուղի թեման էին քննարկում, կարծեմ քաղաքային իշխանություններն ասում էին, որ կենտրոնը Երևանը բեռնաթափելու համար է սարքում։ Ես ուղղակի այդ նորագյուղ թաղամասը գուցե մարդիկ լինեն, որոնք որ մի փոքր տեղանքը չեն պատկերացնի, նորագյուղ թաղամասը Երևանի ամենա ծանրաբեռնված պողոտաների հարևանությամբ, հա, կից է, այդ Իսակովի պողոտան, երբ որ Երևանի մի երակն է, Արմավիրի մարզը, նաև այդ Իսակովի պողոտան օդանավակայանին տանող ճանապարհն է, եւ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից այդ Մասիսի մի շարք գյուղեր, որոնք Արգավանդի հարակից հատվածներում, այսինքն գերբեռնված հատվածներից հոսք ապահովողն է Երևանի կենտրոն եւ նաև դուրս բերող։ Հիմա Կիլիկի ավտոկայանի դիմացի մայթի այդ մեծ հսկայական տարածքը հին տներով կառուցված, սեփական տներով փորձում են այդ ամբողջը երևի հետո գերակաշահի տրամաբանությամբ պետք է ինչ-որ ձևով կառուցապատվի, որ էսենց օրինակ լուրերը մի քիչ ավելի են անհանգստացնող բան դարձնում, էլի գորշ թե ինչ կարա լինի, բայց մի ինչ-որ լավատեսական բանի վրա կանգնենք։ Լավատեսական բան ասեմ, օրինակ Վիոլիա ջրի հետ կապված ենթակառուցվածքների մաշվածության։ Վիոլիա ջրի հետ կապված լավատեսական բան կա։ Լավատեսական բան կա։ Ենթակառուցվածքները դե մաշված էին, ասում էին, որ այն ներդրումների պարտավորությունը, որ ստանձնել է պայմանագրով Վիոլիան, շատ փոքր է եւ պետքա դա ավելացնել ինչի հաշվին, այդ վարձակալության գումարը ամեն տարի վճարում Վիոլիա ջուրը Հայաստանի կառավարությանը, դա 10-ից 11 միլիարդ դրամի սահմաններում ինչ որ գումար է, ու ոնց որ հաշվել էին ամեն տարի եթե հենց այդքան էլ ներդրում արվի, այս համակարգի եւ ջրի կորուստները կքչանան եւ վթարները կպակասեն ու ավելի բարվոք վիճակ կունենանք, էլի տանելի վիճակ կունենանք, ու հիմա ստորագրվել է նախորդ տարի կարծեմ այդ հուշագիրը Վիոլիայի ֆրանսիական գլխամասային 11 միլիարդը չի 11 միլիարդի հավելյալ ներդրումներ դրա մասին մեզ էլ էին ասել։ Հա, հիմա ոնց որ դա ինչ որ հույս է տալիս, որ հնարավոր է մոտ ապագայում, եթե գոնե մի քիչ էլ այս կառուցապատումների թվերը նվազեն, ինչ որ չափով էլ կառավարությունը փորձի օգնել Վիոլիային այդ բանն անելու, ենթակառուցվածքները բարելավելու հարցում, գուցե մի քանի տարի հետո ունենանք ավելի նորմալ վիճակ։ 24 ժամյա ջրամատակարարումը երազանք չլինի գոնե Երևանի համար։ Լավ, այս լավ նոտայի վրա կանգնենք։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք հետքի լրագրողներով Արեն Նազարյանը, Արմեն Ղազարյանը եւ ես Տիրայր Մուրադյանը։ Մեր այս զրույցի ընթացքում քննարկած թեմաների հղումները, որից որ խոսել ենք, դրանք կդնենք YouTube-ի նկարագրության բաժնում եւ հիշեցնեմ նաեւ, որ հետքին աջակցելու մեր աշխատանքը կարևորելու դեպքում կարող եք մեզ նաև ֆինանսապես օգնել մեր խմբագրությանը Patreon-ի միջոցով սկսած ամսական ընդամենը $2 Patreon-ի միջոցով մեզ օգնել։ Այո։ Չմոռանաք նաև բաժանորդագրվել հետքի YouTube-յան ալիքին, մեզ հետևեք նաև այլ սոցցանցերում։ Արմեն Ղազարյան, Արեն Նազարյան։ Արմեն սաղուն գնաց։ Մի տարամ այնտեղ։ Հա, ավելի պակաս։ Արմեն լավ եղեք, հաջողություն։